Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգուի Սրբո, ամեն։ Դուք ձեզ չեք պատկանում, որտեւ պատվական արյան գինն եք, Քրիստոսի արյան գինն եք, Քրիստոս իր արյամբ, իր խաչելությամբ մեզ գնեց հավիտենական կյանքի համար։ Այսօր կարմիր գիր կիրակի է, Քրիստոսի արյամբ գնված սուրբ եկեղեցու տոնն է։ Եկեղեցին մեկ անուն, բայց երկու նշանակություն ունի։ Եկեղեցին այս քարեղեն տաճարն է, որ քարից է շինված, նաև յուրաքանչյուր քրիստոնյա մարմնեղեն ոսկորներից, ջլերից, երակներից շինված Աստծո տաճար է։ Սուրբ Հոգին է բնակվում ձեր մեջ, ասում է Պողոս առաքյալը։ Եկեղեցին նախ եւ առաջ ջրով եւ գինով լվացվում է, միրոնով օծվում է եւ դառնում է սրբագործված նվիրական վայր։ Այդպես էլ քրիստոնյան սուրբ ավազանի ջրով է լվացվում, միրոնով է օծվում, դրոշվում, Տիրոջ արյամբ է զորանում եւ դառնում է Սուրբ Հոգու տաճար։ Եկեղեցին եռահարկ է, սրահ, ատյան, խորան։ Այդպես էլ մենք ենք եռակազմ, մարմինը մեր հոգում մեր հոգին, որ մարմնի բնակիչն է եւ մեր միտքը։ Մենք էլ եռահարկ ենք, եռակազմ ենք, ինչպես եկեղեցին եռաստիճան է։ Եկեղեցին քարաձև է եւ գմբեթավոր, այդպես էլ մարդը խաչի տեսքով է ստեղծվել, իսկ գմբեթն էլ մեր գլուխն է, որ երկինք պետք է հասնի։ Եկեղեցին ունի 12 պատուհաններ եւ 4 գլխավոր պատուհաններ։ Այդպես էլ մենք 12 մարգարեներին ենք հավատում, եւ 12 առաքյալներին, եւ 4 գլխավոր մարգարեներին, եւ 4 ավետարանիչներին։ Ամբողջ եկեղեցին իր աստվածաբանությունն ունի, ինչը մենք այսօր տեսնում ենք։ Եկեղեցու մեջ կատարվում են սուրբ խորհուրդներ, 7 խորհուրդները՝ մկրտություն, դրոշ, սուրբ հաղորդություն, կարգ հիվանդած, ձեռնադրություն, պսակ եւ վերջին օծում։ Եվ այդ բոլոր խորհուրդները ոչ միայն եկեղեցու մեջ, այլ նաեւ մեզ վրա են կատարվում։ Եկեղեցին այն վայրն է, որտեղ մենք Տիրոջն ենք հանդիպում, մենք մեղավոր ենք եւ փափագում ենք ու ցանկանում ենք երկինք բարձրանալ, բայց մեղավոր ու մարմնավոր ենք, չենք կարող երկինք ելնել։ Ուստի այս վայրը ստեղծվեց, մենք չկարողացանք երկինք ելնել, երկինքը երկիր իջավ, օծվեց, սրբագործվեց եկեղեցին, որպեսզի մենք կարողանանք երկինք մտնել, Աստծուն տեսնել եւ խոսել, զրուցել Տիրոջ հետ։ Այս վայրը Աստծո հետ հանդիպման եւ հաշտության վայր է։ Հրեշտակած բնակարան, մարդկանց խավարան։ Այստեղ մենք գալիս ենք մեր մեղքերի համար, խորապես զղջալով, արտասուքներով, հրաժարվելով, խոստովանելով, թողություն ենք ստանում։ Այստեղ հրեշտակներն են ներկա, մեր պահապան հրեշտակները լի են եկեղեցում, որքան որ քրիստոնյա կա, այնքան զույգ պահապան հրեշտակ կա։ Բացի այդ, սերովբեներն ու քերովբեներն են սպասարկում Սուրբ խորհրդին։ Եկեղեցու սիրտը Սուրբ սեղանն է, որտեղ այստեղ մատուցվում է անարյուն պատարագ, Տիրոջ մարմինն ու արյունը։ Գլխավոր սրբությունն է Սուրբ սեղանը եկեղեցում, իսկ մեր եկեղեցում մեր սիրտն է Սուրբ սեղան։ Մեր սիրտը պետք է սուրբ պահենք, ինչպես սուրբ սեղանն է սուրբ, այդպես էլ մեր սիրտը պետք է սրբենք, որպեսզի մեր սրտի վրա
անարյուն պատարակներ մատուցվեն, աղոթքներ մատուցվեն, Քրիստոս պետք է զոհաբերվի մեր սրտի վրա, ինչպես սուրբ սեղանի վրա է զոհաբերվում։ Եկեղեցին ճանապարհն է դեպի հավիտենական կյանք, դեպի երկնքի արքայություն, դուռն է փրկության, ինչպես ասում է մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Որևէ մեկը չի կարող գնալ երկինք, եթե ոչ այս դռնով։ Այս է սանդուղքը, որ բարձանում է դեպի երկինք, սրանով ենք մենք երկինք բարձանում, սրանով են հրեշտակները երկիր իջնում, ուրեմն եկեղեցին դառնում է երկինք երկրի վրա։ Եվ Աստուծո աչքը և Աստծո ականջը այստեղ է, Աստված երկնքից միջ նայում է եկեղեցում կատարված աղոթքներին, և եթե դրանք ջերմեռանդ են, սրտի զղջումով են, արտասուքով են, անմիջապես մեր հրեշտակը այդ աղոթքները բարձրացնում է երկինք։ Իսկ եթե ցրված զրուցում ենք եկեղեցու մեջ, սատանայի զրուցակից ենք, ասում են եկեղեցու սուրբ հայերը, հատկապես սուրբ պատարագի խորհրդի ժամանակ, որտեղ այստեղ մեր զրուցակիցը Քրիստոս է, ով զրուցում է, զավզակում է եկեղեցու մեջ, սատանայի զրուցակից է։ Զգույշ պետք է լինենք եկեղեցու մեջ։ Այս է խորհուրդը սուրբ եկեղեցու։ Սրբությամբ մոտենանք այս սրբություններին, զղջումով, խոստովանությամբ և ապաշխարությամբ, և Աստված մեր մեղքերին թողություն կտա։ Ամեն։